Պարոն Հովհաննիսյան, դուք բազմիցս ասել եք, որ այս սպանության, Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ ձեր պաշտպանյանը որևէ առնչություն չունի, հա, այդպես ապացույցներ չկան, բայց ըստ էության այսպիսին ձևակերպեն, հա, պարոն Հովհաննիսյան, կա դեպք, մարդ համայնքապետ, որը սպանվել է եւ ենթադրում է, որ պատասխանատվություն պետք է լինի, ինչ-որ մեկը սպանել է։ Հիմա պարզ է ձեզ համար, որպես Նարեկ Օհանյանի պաշտպան, չգիտեմ, առաջվել եք նաև Գևորգ Հարությունյանի հետ, չենթադրում, ով է սպանել, ի վերջո մենք, չգիտեմ, նախագահական մարմինին եթե հավատանք այս երկուսն են, եթե չհավատանք ով է, ինչպես Պատասխանեմ այնքանով, որքանով թույլ կտա փաստաբանական էթիկան եւ իմ պաշտպանյալի շահերը։ Ես առաջին օրվանից ասել եմ, մենք հետամուտ ենք լինելու դժոխք կողմի հետ միասին այս գործով ճշմարտության բացահայտմանը։ Հետս հետ է ապացույցների հետազոտմանը զուգընթաց, դուք կտեսնեք, որ Նարեկ Օհանյանի մեղավորության վերյալ փաստարկները նվազում են եւ ի հայտ են գալու այլ անձանց վերաբերյալ տեղեկություններ։ ովքեր օժանդակել են Ես չեմ կարող ասել, ես չեմ օժանդակել են, թե կատարել են, թե ինչ են արել, բայց ամեն դեպքում դուք կտեսնեք, որ Նարեկ Օհանյանի մասնակցությունը գնալով նվազելու է, մեղավորության վերաբերյալ փաստարկները իջիկ են դառնալու, ու սա, ես ձեզ ասեմ, կշեռքի էֆեկտ ունի։ Եթե Նարեկ Օհանյանին նվազում է, այլ անձանց բարձրանալու է։ Ովքեր են այդ անձինք, ես կրկնում եմ, պաշտպանական կողմը պատրաստ է բռնելու դժոխք կողմի ձեռքը, որպեսզի միասին հետամուտ լինենք եւ ճշմարտությունը բացահայտենք։ Բայց այդ մարդիկ մի մեղադիր մնացել է Գևորգ Հարությունյանը, բացի նայած այդ մարդիկ կան, ովքեր ենթադրաբար պետք է անցնեն այս գործը, բայց կարգավորված։ Ես ձեզ կարող եմ պատասխանել այնքանով, կրկնում եմ, ինչքանով, որ փաստաբանական էթիկան թույլ է տալիս։ Սրանից ավել ոչինչ ասել չեմ կարող։ Ես պատասխանում եմ, որ պնդում եմ Նարեկ Օհանյանը այս հանցանքի հետ կապ չունի, չի ունեցել եւ նաեւ եթե դուք համբերությամբ սպասեք իմ եզրափակիչ ելույթին, ես փաստարկված կհիմնավորեմ, որ այս ամեն ինչը արհեստական մերսակցում է Նարեկ Օհանյանին։ Նպատակը ունեն շարժառիթ եւ ամենահարմար առաջին մեղավորը, որը կարող էր նշանակվել, Նարեկ Օհանյանն էր։ Այլ անձանց իրական մեղավորներին քողարկելու նպատակով։ Հաճախ նաև ասում եմ, որ այս գործը գուցե նաև քաղաքական ենթատեքստ ունենա, հաշվի առնելով Վալոդյա Գրիգորյանի ինքնատիպներով կարգավիճակը։ Նախաքննության ընթացքում այս վարկածը, որ գուցե քաղաքական ենթատեքստ ունի, քննարկվում է կամ կասկածի։ Ոչ։ Բացի, բայց ինչի համար եմ ասում, Նարեկ Օհանյանը առաջին օրվանից նշանակվել է մեղավոր, եւ բացի Նարեկ Օհանյանը քննությունը որևէ այլ վարկած չի քննարկել։ Ես նախնական դատալսումների ընթացքում էլ ասացի, որ բազմաթիվ վարկածներ կարող են լինել։ Վալոդյա Գրիգորյանի գործարար, համբավա գործարար, հարաբերությունները, քաղաքական հարաբերությունները, ոչ մի բացառապես ոչ մի այլ վարկած, քան Նարեկ Օհանյանի վրեժի շարժառիթով օժանդակությունը չի քննարկվել նախաքննության ընթացքում։ Նարեկ Օհանյանը այժմ մենախցում է, որ Չեմ կարող պատասխանել։ Շնորհակալություն։